Հարմար նստիր, թեյ վերցրու։ Քեզ հետ Գոհարն ու Անին են։ Մենք չենք բուժելու, ուղղակի խոսելու ենք հոգեբանության մասին, պարզ ու հասկանալի։ Նենց ոնց կխոսեիր ընկերներիդ հետ, բայց կլինի գիտահեն։ Սա ոնց ես ոդկասթն է հոգեկան առողջության մասին, որտեղ դու ընդունված ես նենց ոնց կաս։ Բարև ձեզ, ձեզ հետ Անին է։ Եվ Գոհարը։ Այսօր խոսելու ենք գեյմինգից։ Հաստատ լսել եք, որ ասում են խաղերը հիմնականում փոքրերի համար են, երեխաների համար են, ու շատ քննադատության են արժանանում չափահաս մարդիկ, երբ որ սիրում են խաղեր խաղալ, հատկապես շատ ընդունված է քննադատել, ասելով, որ լրջացի, մեծացի, ինչ որ լուրջ բանով զբաղվի, դա ավելի շատ երեխաների զբաղմունք է։ Մենք այսօր խոսելու ենք այդ քննադատությունից, նաև թե ինչու է մեզ այդքան ձգում խաղերը եւ ինչի առասարակ դա։ Եկել ենք երևի ավելի շատ աջակցենք գեյմերներին, որովհետեւ էպիզոդը ավելի շատ այն մասն է, որ դա նորմալ է, որ դու ուզում ես խաղաս, ու խոսքը գնալու է ավելի շատ ոնց որ PlayStation, Xbox, համակարգչային խաղեր, այդ խաղերի մասին, այլ ոչ թե, ինչ որ սեղանի խաղեր եւ այլն։ Չնայած այն էլ ինչ որ ձևով կարող մտնի այս թեմայի մեջ, բայց մի խոսքով հաճախ մենք լսում ենք, որ խաղերը ավելի շատ երեխեքի համար են, դեռահասների համար են, ու ամեն դեպքում իրանք են քննադատության արժանանում, որ քիչ խաղա, մի խաղա, մեծացի եւ այլն, բայց այդքան էլ տարածված չի այն միտքը ու իրականությունը, որ խաղերի բավականին զգալի մասը 18+ են ու իրանք մեծերի համար են առհասարակ նախատեսված։ Տակիր ես ոչ չի ձգել եմ, միշտ ուզել եմ, բայց չի ձգել ինձ։ Չես քրեք քո խաղը երևի։ Որ փորձես։ Երկար չեմ կարող ձգեմ։ Լավ, երկար չի հետաքրքրում, դու մի շաբաթ ու դիփոխ ես։ Դրա համար խաղամոլ էլ չեմ դարը ի հաջողություն։ Անկեղծ ասում եմ։ Գեյմինգի շնորհիվ միջոցով մենք շատ բաներ ենք մեր մեջ լցնում, օրինակ վերադառնում ենք մանկություն, ապահովության զգացում է դա տալիս, լիքը սխալվելու հնարավորություն է տալիս, միջավայրը որտեղ չկա քննադատություն մեր հանդեպ, ինչ որ անհոգ կյանքի զգացում է տալիս եւ նաեւ ինչու՞ չէ այդ խաղերի միջոցով մենք մեր ինչ որ բաց կարիքներն ենք լրացնում, ինչ որ պահանջներն ենք լրացնում։ Ու խաղերի միջոցով մենք կարողանում ենք շատ արագ հասնենք մեր պահանջմունքների բավարարմանը, որոնց հասնելը կյանքում բավականին բարդ է լինում։ Օրինակ դրա մեջ կարանք ներառենք ինչ որ ավարտված ինչ որ մի բանի զգացումը, որ հաճախ մենք դրա պահանջը զգում ենք, բայց երբ որ դու ուզում ես ինչ որ բան ավարտես կյանքում, ավարտին հասնես, այդ ինչ որ process է, երկար է, խաղի մեջ էլի process-ի մասին է, բայց ոնց որ մի քիչ ավելի արագ ես կարողանում։ Ու կարողանում ես սխալվես, ու այդ շատ օքեյ է, կարող ես նորից սկսես, ու մի խոսքով բավականին լիքը բան է տալիս մեզ խաղերը։ Երևի նաև հասկանալի է, հա, բանի տեսանկյունից կառուցվածքի, հա, ինչ որ կառուցվածք ունի սկիզբ, ինչ որ կուլմինացիա, ավարտ, դու այդ սխալվելու հնարավորությունը ունես, որ տեսնես որտեղ ինչ դժվարություն կա, ու կարողանաս քո արդեն հմտությունները զարգացնել ու Մարիոյի լեվելները այսպես ասած անցնել։ Շատ ճիշտ ես ասում։ Ավարտ քո ասածը ունենալ։ Ես լրիվ համաձայն եմ, ուստեղ կհավելեմ այն, որ խաղը, երբ որ դու խաղում ես, դու ունես սկիզբը, ընթացքն, ավարտը ու հիմնականում դե խաղերն են սարքած, որ դու գիտես, որ սենց պիտի անես, ու այդ քեզ ամեն դեպքում ապահովության զգացում է տալիս, предсказуемость։ Հա ինչ որ հուշելի, հասկանալի միջավայր, այո։ Իսկ կյանքում տենց չի, ոչ մեկ քեզ չի ասում, դες որ սենց անես, սենց կլինի, սենց անես չի, հաջողակ կլինես։ Իսկ կյանքը հեշտ է։ Այո, սխալ, ճիշտ, լավ, վատ, ինչ որ հարմար, այո։ Այնտեղ ամեն ինչ օքեյ է, դու կարաս փորձես, տենց չլինի, հետո օրիզև փորձես ու այդ շատ արագ լինի ու դու ինչ որ բավարարության զգացում ունենաս, դե կյանքում տենց չի ու այդ ոնց որ այնտեղ ավելի հեշտ է։ Պլյուս կյանքը չես կարա ստոպի դնես, ստոպի վրա, իսկ խաղը ասենք, եթե չի ստացվել էր դորը, ներվայնացել ես, անջատես գնաս։ Այո, կամ փորձես անընդհատ, այնքան մինչև ստացվի։ Ու այդ ամեն դեպքում տևում ասենք օր, երկու օր, նես չի շատ երկար կփորձես։ Հա։ Հետաքրքիր է, դա կարա երևի այդ նպատակասլացության հմտություն զարգացնի, այո, մոտորի, մելկա մոտորիկա զարգացնի։ Ինչը մեծ հաճախ կյանքում որոշ իրավիճակներում անհրաժեշտ է լինում, կարա զարգացնի ռեակցիաները մեր, հա, ասենք, հետո ավելի լավ մեքենա վարես կամ լուծումներ ինչ որ ընտրել, եթե բան են խաղում, ինչ որ հատուկ տենց խաղեր։ Շատ բան է զարգացնում մեր մեջ գեյմինգը։ Ինչի՞ չէ, նաև կարանք կիբերսպորտսմենների մասին էլ խոսանք ստեղ։ Ճիշտ է, նյութի մեջ այդ մասին այդքան չկա, բայց ես կուզեմ մի քիչ ասեմ, որ կիբերսպորտսմենը, ոչ կիբերսպորտ ինքը բավականին հետաքրքիր ու սենց
էս սպորտաձև է, որովհետև չգիտեմ տեսել եք այդ վիդեոները թե չէ, բայց կիբերսպորտսմենները այտենց շատ իրանք ուշադիր ներգրաված այդ process-ի մեջ, ռեակցիաները, մատերի այդ աշխատանքը, այդ ուղղակի ինչ-որ մի հատ հրաշքի ոլորտից է իմ համար, որ կարող են այդքան արագ sense ու բավականին մեծ գումարներ են վաստակում, մրցույթների են մասնակցում, պատրաստվում են մինչև այդ, օրինակ աղա մի տարի, ես իմ ամուսինը սիրում է խաղալ մանկուց, ծանոթ է այդ գեյմինգի աշխարհին։ Ոնց որ ինքը միշտ տենց պատմում որ օրինակ խաղեր կան, որ մի տարի կարող է պատրաստվեն, թիմային պատրաստվեն, ամեն թիմը ունենա իր ինչ-որ կառուցվածքը, օրինակ եթե թիմային են խաղալու on-line, դա ամեն մեկը իր ինչ-որ դիրք ունի եւ այլն։ Դրանց իրոք շատ հետաքրքիր աշխարհ է, էլի։ Ոնց որ գեյմինգն ունի իր համայնքը։ Իհարկե։ Հայաստանում այդքան շատ զարգացած չի, բայց զարգացում ունի ու կամաց-կամաց զարգանում է, ու ես գիտեմ, որ գուցե ոչ օֆիցիալ, այդ մեկից տեղյակ չեմ, բայց մենք գնում ենք առաջնությունների կիբերսպորտի։ Հայաստանը մասնակցում է որոշ առաջնությունների ու գումարները բավականին շատ վաստակում։ Ոնց որ կարաք դիտարկեք որպես մասնագիտություն գեյմինգը։ Սա երևի այն կարծրատիպի բանն է, իդեա այս կարծրատիպի է, որ օրինակ եթե խաղեր ես խաղում, ուրեմն անպայման միայնակ ես կամ անպայման չոր պարփակված ես, կարա հակառակը լինի, մարդը գտնի իր անկերներին հենց այդ ոլորտում, այդ աշխարհում։ Հաճախ շատ մանկական է դիտարկվում, բայց այդ բացարձակ ինչ որ չգիտեմ, կարողություններ կա, որ հաստատ երեխան չի պլյուս այդ վերլուծելը, ինչ-որ լուծումներ գտնելը։ Չնայած որ նենց երեխեք կան նենց բաներ են կարում ապշում ես, որ երեխան տենց կարում է։ Այո։ Դեռ երևի հայ տարիքային այդքան էական չի, ինչքան որ այդ կարծրատիպը այդքան էլ նենց չի, որ խաղալ անպայման չէ երեխայական բան։ Նշենք նաև, որ խաղերը մեզ տալիս են իրավիճակը վերահսկելու կարողությունը եւ այդ հանգստությունը, այսինքն եթե դու խաղին ծանոթ ես, գիտես խաղի կառուցվածքը, ինչպես նշեցինք, քեզ արդեն ավելի ապահով ես զգում ու քո օգնապը գուցե կարայիչնի, քանի որ դու արդեն վերահսկում ես խաղի ամբողջ ընթացքը, գուցե եւ կյանքում օրինակ այտենց չի, դու ինչքան էլ փորձես կարող է շատ բարդ տրվի, իսկ խաղում դա ավելի հեշտ է տրվում եւ դու քեզ մոտ կարողան զգացողությունը միշտ, որ դու ունես վերահսկողություն այդ process-ի նկատմամբ ի տարբերություն կյանքի։ Ուստեղ նաև նշենք, որ խաղերի միջոցով դու կարողանում ես տարբեր դերեր վերցնես քո վրա, քեզ ինչ որ նենց միջավայրում, նենց իրավիճակներում տեսնես, ну по сути դու ես։ Քո character-ն է ու այդ դու ես, նենց իրավիճակներում ես տեսնում, որ կյանքում գուցե հնարավորություն չունես, երևի չես էլ ունենա, եթե ինչ որ չեմ cosplay-ների չես մասնակցում, ամեն դեպքում դաժ անգամ եթե մասնակցես, այդ ուժգնությամբ ոնց խաղի մեջ է դու չես տեսնի, իսկ այնտեղ դու շատ հնարավորություններ ունես, տարբեր բաներ տեսնես ու բացի խաղից դու նաև քո մեջ ես տեսնում օրինակ նպատակասլացություն, որ ինչ որ կետից պարզում ես, որ վայ ես փաստորեն նպատակասլաց եմ, կամ ինչ որ շատ բան եմ արագ եմ կողմնաշում որտեղ ինչ որ դետալներ եմ նկատում, կամ հակառակ ինչ որ ավելի մեծ պատկերն եմ տեսնում, բանը հիշեցի, որ ասացիր Ջումանջին հիշեցի ու նոր ֆիլմերը Ջումանջի, որտեղ շատ լավ այդ բանը տեսնում ես թե ոնց է մարդը լրիվ իրական կյանքում լրիվ ուրիշ կերպարում եղել, իսկ խաղում օրինակ չգիտեմ աղջիկա կամ ուղղակի տղա է, բայց օրինակ իրական կյանքում այդքան թիկնեղ չի, իսկ խաղի մեջ իր հերոսը բանն է, սկալան է, ու ինքը շատ շատ ուժեղ կերպար է։ Այդ լավ կինո։ Հա, ներկայացնում է, էլի, այդ որ իրոք խաղը կարա քեզ ու երևի դա այդքան էլ վատ չի։ Իհարկե վատ չի։ Կա տենց հնարավորություն, ինչու՞ չէ։ Վատից մի քիչ հետո կխոսանք, երբ է վատ ու խիա վատ։ Ու համել դու օրինակ կարաս քեզ խաղերի մեջ, ասենք, ուժեղ զգաս։ Քեզ տարբեր զգացողություններ խաղը տա, որը օրինակ կյանքում չես զգում, ու ոնց որ եթե քեզ օքեյ, ինչի՞ չէ, եթե խաղը կարա այդ միակ տեղը լինի, որ դու այդ էմոցիաներ ունենում ես, ինչի՞ չանես այդ։ Ամեն դեպքում ինչ որ պահանջմունքի բավարարում կա տեղ։ Եթե կարողանում ես իրականություն տարբերես ոչ իրականությունից ու ոնց որ կտրվես հետո այդ ամեն ինչից ու ասես օքեյ լավ չեմ։ Լավ էր, ուժեղ է բան, հիմա ոնց որ օքեյ։ Երբ ֆիլմեր դիտել նման է այդ առումով, որ էլի ինչ որ էմոցիաներ ֆիլմը դիտելով կարա զգաս, բայց ուղղակի գեյմինգը ինչ որ շատ դեմոնիզացված է կան ֆիլմերն այլ։ Այո, չէ, ինչի։ Ու կստացի էտել որ օրինակ Sims-ը, չգիտեմ Sims խաղում եք, խաղացել եք թե չէ, բայց Sims-ի մեջ էլ որ
դու կարաս ոնց որ մարդ ստեղծես, քոզա ձևով, քոզա տանը, ու դու կարաս էլի տեղել ինչ որ զգաս չբավարարվածության զգացում, որ չի օրինակ, հա, ունեցա ես էս կատուն, ասենք, չունեի կյանքում, ունեմ ստեղ ինչ լավ է, հա, ինչ որ կամ շութինգ գեյմերը, եթե ինչ որ ագրեսիա ունես, ջղայնություն ունես, խաղում ես, դա ցենք դուրս է գալի։ Ես օրինակ մի հատ խաղ ունեմ, VR-ով ես խաղում։ Հա, հրաշալի է ուղղակի, ես տենց վիդեոներ ունեմ, իհարկե, ուսամ ոչ մեկ չի տեսնի։ Սենց ինքը բաներ ունի, ջոյստիկների պես։ Ինչ անջիկ։ Վիրվի ջոյստիկ ալի ուղղակի յուրահատուկ VR-ի ջոյստիկ։ Յուրահատուկ ջոյստիկ։ VR-ի ջոյստիկ։ Եթե գիտեք, գրեք կոմենտներում ինչ են կոչվում այդ ձեռների բաները։ Մի խոսքով դնում ես այդ VR-ը ու այնտեղ կա, ասենք, թրերով խաղ։ Ու կարաս կտրտես։ Հետաքրքիր է։ Ու ոնց որ իրան գալիս են դու ոնց որ տենց սպանում ես ու տենց չեմ հավես է հետաքրքիր է ու տենց շատ ինչ որ օրվա շարժում այո ապահովում բոքս կա տես դու կարաս տենց սպորտ անես մի խոսքով հրաշալի բաներ կան մեծ աշխարհ է այո անգամ բաներ կա ինչքան ես գիտեմ եթե ճիշտ գիտեմ սենց ոնց որ տեղա որ դու կանգնում ես քեզ կապում են որ դու շատ ոնց որ կարես համեվազես բան այտենց հավես բաներ կա շատ ես սիրում չասած ժանրերը թե ինչքան խաղ կա ինչ ժանրերի սկսած նույն սուդոկուից մինչև ամեն ինչ այո ամեն ինչ շութինգ գեյմերը ամեն ինչ շատ հավես բաներ կա այդ open world խաղերը որ դու շատ ավելի շատ բան կարաս անես Խոսենք նաև խաղերի մասին որպես էմոցիաների ռեգուլյացիա, այսինքն օրինակ դժվար ծանր օրից հետո ձեզ պետք է մի քիչ հանգստանալ, պարզ ամեն մարդ ինչ որ իր ձևով է հանգստանում, բայց այս դեպքում խաղերը օրինակ կարող են օգնել, որ ձեր ֆոկուսը լարված մտքերից փոխեք օրինակ խաղի վրա, որը սիրում եք հատկապես այդ երկուան օրինակ խաղաք, թեթևանաք, պարզ դա այդ ինչ որ հիմնական ձեր խնդիրը չի լուծի, բայց օրինակ եթե տագնապ ունեք ու այդ պահին պետքա թեթևանալ, մի քիչ շեղվել, որպեսզի ուղեղը հանգստանա, անդադ այդ լարված մտքերն ու տագնապային վիճակը չլինի, խաղը ինչ որ մարդկանց խմբի օգնում է այդ երեկոյան կամ օրվա ընթացքում թեթևանալ, հանգստանալ, շեղվել, այդ էմոցիաների ռեգուլյացիան այդ միջոցով, խաղի միջոցով անել։ Նաև այդ դեպքում խաղը տալիս է ավարտվածության զգացողություն, այսինքն ինչ որ գործողություն ես արել, հանգստացել ես, հանդարտվել ես եւ ունես այդ ավարտված ինչ որ բանի զգացողությունը, որը էլի նվազեցնում է տագնապը, հանգստացնում է եւ թույլ է տալիս օրինակ հաջորդ օրը անցնել ինչ որ այդ դժվար մտքերին, այդ խնդրի լուծմանը անցնել։ Ես ADHD մարդկանց շատ կօգնի, չնայած չի օգնում։ Այսինքն օգնում է, բայց որ երկար չեմ կորմանում։ Հետո երազներ եմ տեսնում այդ խաղերով։ Հա, ես եմ խաղում։ Ու ես դա հիպերֆոկուս եմ անում, որտեղ դե դուր է գալիս։ Այդ բանին սա հատկապես որ բան են խաղում, բա հեռախոսով են ինչ էր։ Կրակոց։ Չէ, Call of Duty։ Հա, հեռախոսով չեմ հեռախոսով խաղում, ալարմ եկամ։ Դրանց հետո երազներ ետես։ Ես քեզ լրիվ հասկանում եմ դու ինչի մասն։ Եվ մենք մի ժամանակ գիտես չկանեինք PUBG խաղում։ Արթնան մենք սկսում ենք խաղալ, գիշերը մեկին քնում էինք, աշկերնես արդեն կարմիր էր այնքան էինք խաղում։ Աշկի դեմը դա բաներ է։ Աշկետ փակում ես PUBG-ը սիրում։ Ահա որը։ Մանկուց խաղում եմ, հիմա 12-15 տարեկան եմ, ինչու՞ հիմա սիրում եմ PUBG։ Հրաշք է PUBG-ին, չգիտեմ խաղացել եք թե չէ, խաղացեք PUBG։ Ինքը բանը ճիշտ եմ, չէ՞, պիքսելներով, պիքսելիկներով։ Չէ, դու բանի հետ ես։ Չես խանում ես։ Minecraft-ի հետ ես։ Հա, լավ կներես, բայց PUBG-ն սիրում ես ուղղակի։ Չես կարող չսիրես PUBG։ Fortnite-ն էլ կա այդ PUBG-ի նման։ Մի խոսքով շատ հրաշալի բան է։ Ես ահա որ տրվել էի PUBG-ին այդ իմ կյանքի փուլում, որ քաղաքից դուրս էին գնում, նայում էի, ասենք, այդ տարածքներին, ոնց աշկերտից դեմը մարդիկ էին երևում բան։ Ու մի քիչ էլ ոնց սկզբում ասեցինք, վատ բաներ էլ մի քիչ կասենք, այդքան շատ ամեն դեպքում իրականություն էլի աջակցող չի։ Բայց հա կասենք երևի այն մասին, ոնց որ դերեալիզացիայի մասին ասենք, հա, այդ տենա, երբ որ դու իրականությունից մի քիչ կտրվում ես, շատ չմանրանամ, շատ չծավալվեմ, բայց իրականությունը մի քիչ լավ չհասկանալու մասին, հա։ Ու դա շատ ավելի հաճախ կարող հանդիպի գեյմերների մոտ, քան այն մարդկանց, ովքեր այդքան էլ չեն խաղում համակարգչային խաղեր եւ այլն։ Ոնց է արտահայտվում, օրինակ խաղը շատ լիքն է ամեն ինչով, ինքը շատ այնտեղ գունավոր է, շատ հավես հետաքրքիր է ու տարբեր լիքը բաներ է քեզ տալիս դրական, ինչու՞ չէ, նաև երբեմն բացասական, բայց
մի խոսքով լիքն է։ Ու երբ որ դու արդեն անջատում ես խաղը ու գալիս ես իրական կյանք, քեզ շատ անհասկանալի կարա լինի որոշ բաներ, հիասթափացնի, տխրացնի, օրինակ գույները, թեկուզ վերցնենք ամեն ինչ որ բազային բան է, հա։ Եթե դու խաղում ես շատ ուրախ ու տենց գույներով լի խաղ, մեր իրական կյանքում գույները այդքան էլ տենց շատ չեն վարժ կամ օրինակ այն Cyberpunk խաղը, որ մութ այո, ու այո, շատ նեոնային է։ այո, այո։ Ու իսկ կյանքում տենց չի ու մի քիչ տենց ինչ որ անհասկանալի կարա քո փսիխիկայի համար լինի ու այդ դերեալիզացիայի մեջ լինես, բայց խնդիրների մյուս կողմն էլ թե երբ կարելի արդեն անհանգստանալ, դա նաև որ քո դերեալիզացիան կարա երկար տևի, խնդիրներից մյուսը կարանք համարենք այն, որ խաղը միակ տեղն է, որտեղ դու կարող ես հանգստանաս, խաղը միակ բանն է, ինչ քեզ հաճույք է տալիս քո կյանքում, խաղալուց հետո դու արդեն քեզ ոչ մի բան ես զգում, դու կարաս լիքը բան cancel անես քո կյանքում ու գնաս խաղաս, այսինքն այդ անվերջ ինչ որ անդադար process լինի քո կյանքում, ինչ որ հիպերֆիքսացիայի մասին չեմ խոսում, որ ինչ որ քո կյանքի մի փուլում պրոստը կապել ես մի հատ խաղի, այլ ինչ որ երկարատև այսինքն կարիքները երևի փակում ես միայն խաղի մեջ լինելով։ Շատ ճիշտ ես ասում։ Այո, երբ որ խաղը սկսում է քո շատ մեծ կարիքները բավարարի, արդեն մի քիչ այնի։ Բավարարում ուղղակի ինչ որ փակ շրջան է, հա, ստացվում։ Կոմպենսացնում այն։ Հա, այո։ Դրա համար այդ ինչ որ red flag-երը դրա հետ կապված կարաք այդ նկատեք, որ եթե ձեր մոտ տենց է, ինչ որ ուրեմն խնդիր կա ձեր կյանքում, պետք է ուշադրություն դարձնել, բայց եթե դա ավելի հանգստանալու միջոց է, ավելի ինչ որ տենց չգիտեմ, հասկանում, հետաքրքրություն է, սիրում եք, կամ սպորտ է ձեզ համար, դա։ Ուրեմն շատ հավես է ու ինչի՞ չէ, եթե հա։ Իսկ կարանք լինում է, որ այդ նույն դերեալիզացիայի հետ կամ ուղղակի երբ որ խաղը շատ է փոխարինում հնարավոր ամեն ինչին եւ փորձում է այդպես կոմպենսացնել ամեն ինչը, կյանքում տխրություն լինի խաղալուց հետո անմիջապես։ Այո։ Իդեպ տենց բան կա, ես շատ տեղեկացված չեմ, բայց մոտավոր կասեմ, որ տենց դաժե հետազոտություններ կային դեպրեսիայի շրջանակներում գեյմերների մոտ կամ այն մարդկանց, ովքեր հաճախ են խաղում, խաղը վերջանալուց հետո երբ որ ասենք այդ խաղը վերջացրել են, իրանց մոտ շատ դեպրեսիվ ինչ որ էպիզոդներ կարա լինի ու նաև առհասարակ կյանքի հանդեպ վերաբերմունքի փոփոխություն կարա լինի, հա, խաղերը շատ լինելու պարագայում։ Բայց եթե դու ինքդ կարողանում ես, հա, տարանջատես քո համար ճիշտ քանակ գտնես խաղի, որ քո կյանքը չտուժի, կամ եթե տուժում է շատ քիչ, ապա հրաշալի միջոց կարա լինի հանգստանալու ու չեմ զբաղվելու։ Ինչ-որ էմոցիաներ, որոնք կյանքում ուղղակի հասանելի չեն, ինչ-որ օբյեկտիվ պատճառներով, որ ասեցինք, կամ ինչ-որ համայնք ես գտել, ընկերներ ես գտել, ինչ-որ լրիվ նորմալ է, լավ է։ Սոցիալիզացիայի մասին է։ Մասը, այո։ Վիրտուալ ինչ-որ աշխարհը հետաքրքիր հմտություններ ես ձեռք բերել, չմոռանանք, որովհետև որ այդ խաղերը ստեղծվում են մարդկանց կողմից, եւ այդ մարդիկ գնում եւ լիքը բան են սովորում, որ այդ խաղերը կարող են ստեղծել, հատկապես open world այդ տարբերակները։ Ու ինչքան հրաշալի է ուղղակի հիմիկվա խաղերը, օրինակ PlayStation 5-ի, որ նայում ես, հենց PlayStation 5-ի, PlayStation 5-ի համար խաղերը, այդ դետալները, այդ քամին, շողքեր, գույներ, ինչ-որ չէ։ Հրաշալի մի հատ բան է, որ մարդը կարող է տենց բան ստեղծի։ Ես որ բանը տեսա ու խաղացի մի Genshin, չգիտեմ ոնց են ասում, շատ հիացած էի այդ, չգիտեմ, բնությունը, գույները, բաները, շատ լավն է։ Նու բարձր է, in-gaming աշխարհում տենց բրամ սուպեր սարքած խաղ չի, բայց շատ հետաքրքիր, շատ լուսավոր, պայծառ հավես։ Շատ խաղեր կա, որ շատ սիրուն է, մանավանդ հիմա այս փուլում, կոնկրետ խաղեր արտադրող կազմակերպություններ կան, որ ասենք կոնկրետ դրանք շատ սիրուն են սարքում։ Կան որ այդքան չէ, բայց այդ մեծ խաղեր օրինակ, չգիտեմ, GTA-ը շատ հավես է սարքած, չնայած այդ շատ սիրունների մեջ ես երևի չեմ մտցնի իրան, բայց մեկը էլի հավես հետաքրքիր է շատ, որ այդքան այդ ժանրի համար լավն է շատ։ Կամ մարդիկ որ գնում են հնչյունավորում են բաները հերոսներին, ասենք դերասաններին գնում են եւ չէ հատուկ հերոսներին հնչյունավորում։ Մի ամբողջ հետաքրքիր։ Հա, շատ հավես է։ Ես օրինակ բանն եմ շատ սիրում, իմ ամենա սիրած խաղը Crash Bandicoot-ն է, խաղացել ես փոքր ժամանակ։ Չէ։ Այն աղվեսոտ
աղվես է համարյա ինքը ու օրանժևի գույն ու ինքը ինչ-որ բաներ է անում։ Հա, չէ։ Չես խաղացել։ Եթե խաղացել եք, կարա կոմենտներում գրեք, որ ես իմանամ, որ ես մենակ չեմ, որովհետև ինքը trilogy ուներ, 3 հատ էր։ Առաջինը, երկրորդը, երրորդը ու հիմա 4-ն էին հանել, ու բայց ինքը այդքան չի վաճառվել ու դրա համար 5-ը չեն հանել։ Համակարգչային էր։ PlayStation-ի։ Համակարգչային է կարող է լինի։ Հəli հեռախոսի բան։ Չէ, PlayStation։ Մի խոսքով այդ իմ ամենասիրած խաղն է ու ես ունեմ հակում հիպերֆիքսացիաների ու ոնց որ դա իմ հիպերֆիքսացիաները այդ փուլում ես այնքան շատ էի խաղացել, որ չեմ քեզ պատմել եմ այդ որ սիրում եմ։ Որ սիրում ես, հա, բայց որ այդքան խաղացել եմ, որ ինչ որ բաներ տեսա չեմ հիշում։ Ես պրոստը անվերջ էի այդ խաղը խաղում ու անվերջ ասելով մինչև վերջացնեմ։ Հա, ու մի հատ աշխարհ կար, ամենավերջի աշխարհը, որ ամենադժվարն էր, ունդեղ գրում էր դու քանի անգամ ես ոնց որ մեռե ու սկսե։ Ես 365 անգամ էդի խաղացի, որ կարամ անցնեմ ու ես անցա։ Անընդմեջ։ Վաու։ Բայց ես ասեմ, որ այդ ինձ տվեց հնարավորություն ինձ ուրիշ կողմից ճանաչելու, տեսնելու, որ ես շատ նպատակասլաց եմ, որ ես ուզում եմ, ես կարամ, եթե այսինքն շատ բաներ հասկացա իմ մասին ու ես այդ հաճախ պատմում եմ տարբեր մարդկանց, ինքնաճանաչման մեծ աղբյուր էր այդ, որ փաստորեն ես կարում եմ, փաստորեն ես եթե ուզում եմ ու փորձում եմ, լիքը իմ մոտ ստացվում է։ Իմ ամուսինը բանն է սիրում, LOL-ը կոչվում, League of Legends։ Չգիտեմ ինքը ոնց աղավ ես ունեմ, մանր բաներ է, նույնիսկ համակարգչի վրա շատ մանր է ինձ համար, բայց շատ է սիրում, ինքն էլ տենց դեռահաս տարիքից, հենց կոնկրետ այդ խաղը ճիշտ է լիքը բաներ խաղացել է, բայց մինչև հիմա այդ League of Legends-ն է սիրում խաղալ, ու որ նայում եմ իրան այդ պահին, չէ, տենց այդ ազարտ, այդ էներգիան։ Այդ LOL-ի առաջնությունները շատ են կազմակերպում։ Ինքը ստրատեգիայի խաղ է, չէ՞։ Այո։ Ու ոնց որ մի հատ նայեք ինչ հրաշք բան է, էլի դու ստրատեգիայից մշակում։ Ինքը քեզ կյանքում ինչքան շատ կարա օգնի։ Շատ կարա օգնի։ Այդ կարծրատիպը բան ենք անում։ Հա, խաղացեք։ Մանկական բան չի հաստատ։ Հաստատ, այն LOL-ը։ Էլի կան մանկական խաղեր, բայց ընդհանուր առմամբ գեյմինգ ոլորտը, մեծահասակների ոլորտը նույն այդ ստեղծելուց սկսած մինչև խաղալու հմտությունները, որ մեծ տարիքում կարաս ունենալ։ Հաստատ։ Իմ կողակիցն էլ է շատ սիրում խաղալ ու իմ կյանքում ես երբեք էլ չեմ մտածում իրան ինչ նվիրեմ։ Միշտ նվիրում եմ ինչ-որ խաղերի հետ կապված։ PS Plus։ Իրոք շատ լավ է։ Ասենք ինչքան պլյուսեր կան։ Հետ էլ եթե հայի դեմ ձեր կողակիցները սիրում են խաղալ, դուք կարեք իրանց անվերջ ինչ-որ գադջետներ նվիրեք, որտեվ այդ անվերջ է։ VR, PlayStation, խաղեր, PS Plus։ Ինչ որ արձանիկ։ Այո։ Սիրում հավաքել։ Ինչ ասես կարաս նվիրես։ Կոլեկցիոնը ինչ որ հին կասետա այդ խաղի։ Ես բան էի մի անգամ նվիրեմ։ Տենց ես էի նվիրել, թե ինքն էր առը, չգիտեմ, երեկո ես էի նվիրել, բայց ես նվիրած կլինեի։ Ասես բան եմ, մտցնում ես հեռուստացույցի մեջ ֆլեշկա է ու այն հին ժամանակվա խաղերը կարաս խաղաս։ Տենց հավես բաներ։ PlayStation 1 կարելի է առնել, չնայած այդ հիմա գիտեք բավականին թանկ է։ Խաղներում բաները Մարիոյի ոնց էր կոչվում, որ Մարիոն էլ կարար խաղայր։ Դենզի, տենց է, ֆիրման տենց էր, չեմ հիշում։ Դենզի էր կարծեմ այն ժամանակվա ֆիրման, բոլորս Դենզի էինք ասում։ Երևի։ Ոնց խալի հիշում, գրեք այդ հիշում եք։ Ես գովետ Մարիոյի խաղներ են, բաներն էին, որ չգիտեմ կհիշես, ասենց շարադատ գնացող եկող բաներ էին ու դու տակից քո հրթիռների փր ինքը շատ բան էր, պիքսելային էր, ինչ որ հատուկ նկարներ չկա, դու կարայիր իրան տենց կրակի, ինչեր էր, տանկերը, որ դու պիտի այդ տանկերին կարնայի, էդի աղբորս հետ էինք խաղում, շատ էի սիրում։ Պլյուս այդ բան ժամանցը համատեղ, որ ընտանիքի անդամներով կարաք խաղաք ու շատ ինչ որ հետաքրքիր ժամանցային ընտանիքի բան ստացվի էլի։ Ես փոքր ժամանակ հիշում եմ, որ մամաս խաղում էր կոմպյուտերով ինչ որ խաղեր, ես պրոստը կողքը նստում նայում էի։ Ու ես շատ եմ սիրում նայեմ, երբ որ մարդիկ խաղում են։ Ու այն ժամանակ բանը հիմա այդքան մի քիչ զբաղված եմ, բայց այն ժամանակ Twitch-ով մտնում էի ու նայում էի ոնց են մարդիկ խաղեր խաղում։ Իմ ամուսինն է դա սիրում։ Հետները ասենք ինչ որ բան են նայում, խաղում են ու ինչ որ ինքն էլ է խաղում։ Նենց արա, չէ։ Կամ եկի չէ գոռում են, կա բանա տեղի։ Մի խոսքով շատ հավես process է, շատ խորտ ենք տալի։ Այո, որպես հետաքրքիր ինչ որ բան բացահայտելու թե ձեր մեջ, թե կողքինի մեջ, մարդկանց մեջ։ Այսքան է գեյմերներին աջակցելու մասին։ Բարև բոլոր գեյմերներին։ Գրեք էլի կոմենտներում եթե գեյմեր եք, պրոստը գրեք ես։ Կամ ակարակը եթե չեք սիրում խաղեր։
դա էլ կարող գրեք։ Կասեք յախքես ինչ բան թեմայից եք խոսում։ Վխեք ռոպագանդում։ Բայց հաճեք ռոպագանդում զուտ Բացահայտում ենք։ այո, որ դա բան չի։ Ապրեք որ լսում եք, պակա։ Пока-пока։